Ոսկու տենտ այս անգամ Ստեփանավանում, այստեղ թանկարժեք մետաղի որոնումները, աշխատատեղերի խոստումն ու տուրիզմի ապագան հանրային քննարկումը թեժ ու աղմկոտ էին դարձրել։ Մի կողմում չաշխատող հանքի ընդլայնման կողմ արտահայտվողներն էին, որ կամ աշխատում են, կամ էլ երբևէ աշխատել են Արմանիսի հանքում։ Ուզում եմ, որ այդ հանքը աշխատի, այո, որ աշխատի, որ մարդիկ հաց ունենան։ Ասում եք, որպեսզի գործ կտա, մինչև մի հաց։ Ինչ չեն տա հարազատից, այո։ Ինչով։ Այդ հանքն եմ աշխատում։ Ոչ կարի ֆաբրիկաներն աշխատում, ոչ բերես գոհարան աշխատում, ոչ մի բան չի աշխատում։ Դուք գիտեք մեր քաղաքի օրինակ վիճակը, սոցիալական վիճակը։ 5 հատ հանգստյան տուն, որտեղ աշխատողները կեսը գրանցված են, կեսը չէ 50,000 դրամով են աշխատում։ Հա, դուք այդ համարում եք, որ զբոսաշրջություն եք զարգացնում։ Աշխատել եք ձեր ընտանիքից կա աշխատող։ Ես հենց հիմա հանքում աշխատում եմ։ Դահլիճում մինչդեռ գերիշխում էր հակադարձողների ձայնը։ Ես Արցախից եմ, տեղահանվել եմ, եկել եմ ստեղ, 2 տարվա մեջ 200-ից ավել ծառ եմ տնկել, հող եմ մշակում, հավ եմ պահում, իմ երեխան ուտում է առողջ սնունդ, շնչում է մաքուր օդ, չացնում։ Այն բանից, որ հանքում աշխատատեղ պիտի ստեղծվեր, բայց 10 տարի է այդ հանքը չկա, որ լիքը մարդ մահացավ այդ հանքում եւ ի վերջո քաղցկերի ցուցանիշներն է բարձրացել տարածաշրջանում։ Բերեք գիտական հետազոտություն, որը ապացուցում է, որ հանքերը առաջացնում են քաղցկեր եւ այլն։ Ես ինքս Ստեփանավան տուն եմ առել, այն հեռանկարով, որ պիտի գամ ստեղ ապրեմ, այն հեռանկարով, որ ստեղ առողջ բնական միջավայր է։ Աղմուկ չկա, խոշի չկա, եղանակը մեղմ է, շոկ չի, ձմեռները մեղմ է, շատ ցուրտ չի։ Դահլիճում Միկին էլ փորձում էր համոզել նախարարության ու ընկերության ներկայացուցիչներին, որ 9 տարի առաջ թողել է բժշկի գործն ու Արմանիսում շուրջ 100 միլիոն դրամի ներդրմամբ պանրի գործարան հիմնել, իսկ հանքի ընդլայնումը կզրոյացնի իր ամբողջ աշխատանքը։ Այդ հանքի բացումը շատ վտանգավոր է, որովհետև այդ հանքի արգասիքները 50 կիլոմետր շարավիվիղով բան են անում։ Դուք մեր գործինել եք խփում, ես 100 միլիոնից ավել փող եմ ներդրել։ Ռուսական կապիտալով Սագամար ընկերությունը, որը դեռ 2000-ականներից Արմանիսում հանքարդյունաբերության թույլտվություն ունի, հարյուրավոր աշխատատեղեր են խոստացել, բայց տարիներ շարունակ կիսատ, պռատ ու մեծ ընդմիջումներով աշխատել։ Իրենց ետևից հեկտարներով ամայացած տարածքներ են թողել առանց որևէ վերականգնման աշխատանքի։ Այսօր հայտարարում են, թե միլիոնավոր դոլարների ներդրումներով կորզված ոսկին իրենց օգուտ չի տվել։ Ընկերության փոխտնօրեն Արա Բերբերյանն ասում է, խորհրդային տվյալներով էին հանք բացել։ Պարզվեց ոսկու մեծ պաշարների մասին տվյալներն իրական չեն։ Այսօր նոր հետազոտության կարիք ունեն, հանրության թույլտվությունն է պետք։ Հիմա որպեսզի շահավետ լինի, այդ ձեր հարցն է, պետք է այդ ուսումնասիրությունները արվի, պետք է ճիշտ մեխանիզմերով աշխատեն, որ երկարաժամկետ, որտեղ կարող է հիմա դնել, մի տարի, 2 տարի հետո խնդիրը լուծում կգտնի, չէ։ Ինչ բնապահպանները պայքարում են, որ Սագամարի ծրագրերը տապալվեն, պարզվում է Ստեփանավանի ավականին արդեն իսկ առատաձեռն որոշումներ է կայացրել։ Տարեսկզբին Արմանիսի եւ Ուրասարի անտառներում ոսկի, արծաթ, պղինձ, կապար ու ցինկ որոնելու համար ավականին ընկերությանը 23 տարով վարձակալության է տվել 23 հեկտար հողատարածք, տարեկան յուրաքանչյուր հեկտարի համար սահմանելով 2 միլիոն դրամ։ Բայց դրանից ընդամենը ամիսներ առաջ ավականին նույն ընկերությանը այս գյուղերի գրեթե կրկնակի մեծ 41 հեկտար տարածք, հեկտարը տարեկան ընդամենը 100,000 դրամով էր տրամադրել։ Թե ինչու են ընդամենը կես տարի առաջ ջրի գնով հանքարդյունաբերական տարածք տրամադրել 20 անգամ ցածր գնով, ավականու նիստերին չի քննարկվել։ Ավելին, նիստի ժամանակ առաջարկվել էր 100,000 դրամը դարձնել 150,000։ Որոշումն ընդունվել էր, քվեարկել էին այս տարբերակի օգտին, բայց փաստաթղթերում դարձյալ մնացել է 100,000-ը։ Դնենք քվեարկն ժողովուրդ ջանովակով, դեմ ձեր նպատակ ունենք, շնորհակալություն բոլորիդ։ Սա էլ դեռ ամենը չէ։ 2 տարի առաջ ավականին մեկ այլ Հայասա Ռեսուրսիս Քորպ ընկերությանը 3 տարով վարձակալության էր տվել 920 հեկտար գյուղատնտեսական հող, հեկտարը տարեկան ընդամենը 49,000 դրամով։ Հենց այս նիստի ընթացքում համայնքապետ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Ուրասարում ոսկի փնտրած պորտուգալա-ավստրալիական այդ ընկերությունն այդպես էլ ոչինչ չի գտել։ Չկա ասենց, հլա մի տարի ունեն, բայց արդեն ուզում են հրաժարվել։ Даже ասма 10%, այն ինչ որ ակնկալում ենք, սկի դրած 10%-ը չկա։ Իսկ թե ինչու են աղքատիկ պաշարներով հողերն այսքան հրապուրում հանքարդյունաբերողներին, այդպես էլ անհայտ է մնում։
Սագամարն հյուրասարում ընդերքօգտագործման թույլտվություն ունի մինչև 2049 թվականը։ Բնապահպանական ու սոցիալական բուռն վեճերով ուղեկցվող այս հանրային լսման արձանագրության հիման վրա Ստեփանավանի ավականին որոշում կկայացնի տալ վերջնական համաձայնություն, թե մերժել ընկերությանն ու ընտրել տուրիզմի ուղին, ինչպես նշված է իրենց զարգացման ռազմավարություններում։